Ողջույն բոլորին, այսօր մեկնարկում է դեպի ճամբար 2026-ի առաջին հերթափոխը։ Մենք հիմա գտնվում ենք այգի ռեստորանի բակում, որտեղ միշտ հավաքվում ենք եւ այստեղից մեր ավտոբուսները շարժվում են դեպի Բժնի։ Քիչ անց մենք կընթերցենք երեխեքի անունները։ Սամվել Հովանեսյան, Յուրի Ադամյան։ Հետևեք մեր YouTube-յան ալիքին, որովհետև մենք վլոգի միջոցով պատմելու ենք ձեզ մեր ճամբարի ողջ ընթացքի մասին։ Եվ այսպես մեկնարկում է առաջին հերթափոխը։ Պաչիկը։ Արկա որ տխուրա։ Արկա որ էսա հասնենք ասում եմ մամա իսեմ։ Ամոթա, չան է կտենց բան հանգարց։ Իսկ մարդկա որ գալիս է հենց հաղթելու նպատակով։ Իսկ մարդկա որ ուզում է գայլերի ջոկատ լինի։ Հիմա բոլորը շարժվում ենք դեպի Ուրեմն բոլորից բարի ճանապարհ։ Ես գնում եմ դեպի ճամբարերին եղավ է որա Դեպի ճամբար Պիտի Երեխեք ոնց է տրամադրությունը։ Քանի անգամ Պիտի կրկնեմ որ հաջորդ տարի էլ անպայման կգամ Դեպի ճամբար Պիտի գնամ ու մնամ Քանի անգամ Պիտի կրկնեմ որ հաջորդ տարի էլ անպայման կգամ Ինչպես է տրամադրությունը։ Բարով եք եկել։ Երեխեք ջան, ես ընթերցում եմ հերթով ջոկատի անդամներին, դուք մոտենում եք ձեր ջոկատավարներին։ Պատրաստ եք։ Սամվել Հովակիմյան, ծափահարություններով գնացի։ Ջոկատից գոհ եք երեխեք։ Գոհ եք մեր ջոկատից։ Եկել է ժամանակը։ Հիմա բոլորս միասին որոշում ենք, թե որ գույնը չի մասնակցելու այս հերթափոխին։ Ես գնում եմ դեպի ճամբարերին եղավ է որա Արագիստ ես առած։ Կամքից անկախ Եկես է արքայություն քո, եղեցին կամքով որպես երկինս և էրմի, ըսած մեր հանապազոր թուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեզ,
որպես եւ մենք ումբերոս պարտապանած եւ մի տանիրս մեզ կորցություն, այլ փրկյազ մեզ ճարե, զիքվե արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Դեպի ճամբար 2026 առաջին հերթափոխը հայտարարում ենք բացված։ Depi jumpa Piti gânam umenam Kani ankam Piti gârgnem vor hachor tari elam paima gâgam Depi jumpa Piti gânam umenam Առաջին օր երեկո երեխեքը հավաքվել են դահլիճում, որտեղ որ մենք ներկայացնում ենք օրակարգը, երեկոյան զվարճալի խաղեր, զվարճալի դիսկոտեկ, որից հետո արդեն կգնանք քնելու։ Գնացինք։ Դեպի ճամբար։ Ամարը պարապ սարապ եթե մնակ տանը Անիմաստան բողջորը խաղալու ենք համակարգիչ Ավելի լավ է հավաքել բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կամել քիչ Ամարը պարապ սարապ եթե տնից դուրս գաս Անիմաստան բողջորը խաղալու ենք հալամուլա Կամարը վիտակ պիտի անիմաստ թրև գանք Ես գնում եմ դեպի ճամբար հերիք եղավ դեբոլա Բարի լույս բոլորին, այսօր ներկայացնում առաջին հերթափոխի երկրորդ օրն է առավոտ, բոլորս միասին կատարում ենք 1, 2, 3, 4 Ամարը պարապ սարապ Հովազներ ապրեք, հենց որ ամենալավը հովազներն են անում։ Խաղալու ենք համակարգիչ Ավելի լավ է հավաքել բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կամել Դեպի ճամբար Պիտի գնամ Այսօր մեր ճամբարը շատ լավ օր է, միան շատ սիրուն աղջնակի համար ու անվանել են Մոնիկա։ Մոնիկայի ծննդյան օրն է, մի հատ հիմա բոլորս եկեք ծափահարենք, ասենք շնորհավոր։ Աղաղության մեջ ապրես, առողջ լինես ու լավ սովորես, լավ մարտավես։ Quand je partirai Oui, là-bas je resterai Combien de fois je le dirai L'été prochain encore je reviendrai Quand je partirai Oui, là-bas je resterai Բարև ձեզ հարգելի վլոգադիտողներ, այսօր 2026 թվականի ճամբարի առաջին հերթափոխի առաջին սպորտանձն ենք անցկացնում ու ավանդույթ դարձած եկամ առաջ անգամ ես բացում անում Այսօրվա մեր սպորտանձն լինելու է արագության հետ կապված սպորտանձն լինելու է վազքեր, լինելու է ցատկավազքեր Պատրաստ 3
մեր արագության Սպորտլանդիան է, ուզում եմ մի քանի շատ կարևոր բան ասեմ, որ հիշեք ու այդ մեզ կօգնի, որ հաղթենք։ Առաջինը շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք, մի հատ նպատակ ունենանք, պայքարենք ու հասնենք դրան։ Այսօր ուզում եք, չէ, որ ամենաառաջին տեղում մեր ջոկատի անունը լինի։ Ուրեմն ինչ ենք անելու այսօր։ Հաղթելու ենք։ Արագության Սպորտլանդիան մոտեցավ իր ավարտին, շատ գոհ ենք արդյունքներից, վստահ եմ հաղթելու են հովազների ջոկատը, հիմա սովված գնում ենք ճաշարան։ Նախանց ջոկատաբար։ Մենք այսօր առավոտյան արդեն անցկացրել ենք Սպորտլանդիան, իսկ հիմա անցկացնում ենք դիպուկահար մրցույթը։ Ամառը պարապ սարապ եթե մնանք տանը Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք համակարգիչ Ավելի լավ է հավաքել բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կամ վերքիչ Ամառը պարապ սարապ եթե տանից դուրս գանք Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք հալամուլա Կամ արևի տակ պիտի անիմաստ թրև գանք Ես գնում եմ դեպի ճամբար հերիք եղավ դեպոլա Երևանը տունն է իմ Բայց ես գնում եմ նորից ճամբար Տնից հեռու այլ վայրում Ես իմ առօրյան եմ վայելում Դեպի ճամբար Պիտի գտնամ ու մնամ Քանի անգամ Պիտի գտնեմ որ հաջորդ տարի ելա պայման կգամ Դեպի ճամբար Պիտի գտնամ ու մնամ Քանի անգամ Պիտի գտնեմ որ հաջորդ տարի ելա պայման կգամ Դեպի ճամբար Այլերի ջոկատը որս է գալիս ես հրապացիչ 3, 2, 1 խաղաղության մեջ Ողջույն բոլորին, այսօր մեզ մոտ Բախտի Սպորտլանդիան են, որտեղ բոլոր խաղերը հիմնված են բախտի վրա։ Ինչ է կարծում հաղթելու եք այսօր։
Արյուծներ, լավ եք։ Այո։ Հաղթելու եք։ Այո։ Մարտական եք տրամադրված։ Այո։ Հաղթելու եք։ Պատրաստենք մենք տանել հզոր մենամարտ Արդեն երկու խաղ անցկացրել ենք, շատերը առաջին հորիզոնական են գրավել, շատերը պարտվել են։ Այս խաղում կարակ վաստակեք պլյուս 10 խաղային միավոր։ Թիմը ստանում է 10։ Մեզ մոտ ընթանում է պիոներ բոլի մրցույթը ու հիմա այս պահին խաղում են առաջին խաղը արյուսները եւ արծիվները։ Ամարա պարապ սարապ եթե մնանք տանը Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք համակարգիչ Ավելի լավ է հավաքել բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կանել քիչ Ամարա պարապ սարապ եթե տանից դուրս գանք Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք հալամուլա Ոնց հասկանում եք, շատ թեժ խաղ է ընթանում, արծիվներն են հաղթում, բայց իրականում ոնց որ նայում եմ, արյուսները լարված են, իրանք կարան լավ մրցակցեն արծիվների հետ, բայց լարվածությունը ոնց որ ասում ավելի ուժեղ է, քան իրանց հենց ուժը։ Դե ինչ, հովազների միջև եւ գայլերի միջև խաղում հաղթեցին գայլերը։ Շատ եք տխրել։ Տխրել ենք, բայց հա հետ ենք բերելու անպայման։ Ուրախ եք։ Իսկ ֆինալը կհաղթեք։ Այո։ Հաշիվը դարձավ 18-15, բայց ի սկզբանե արյուսները ահավոր հետ էին։ Շատ ուժեղ քամբեք են անում արյուսները։ Բարի առավոտ, բարի լուսաբաց Այգիշ լարված խաղա։ Շատ լարված խաղա։ Հզոր ու անվախ հաղթելու ենք մենք մեր կամքի ցանկան Արյուծներ, դուք շատ լավ խաղ եք խաղացել, գիտեք։ Երազանց խաղեր արյուծներ։ Եզրափակիչ փուլում մենք չենք խաղալու սովորական պիոներ բոլ։ Մենք խաղալու ենք այսպես կոչված կույր
Պիոներ բոլ։ Մենք նորություն ենք մտցրել Pioneer Ball-ի մեջ ու ցանցը փակել ենք ամբողջովին, որպեսզի հակառակորդը չկարողանա տեսնել մյուս հակառակորդին։ Հետաքրքիր բան է, թողել ենք ֆինալում հետաքրքիր մի հատ sense խաղ ընթանար։ Խաղը շատ լարված է ու միաժամանակ շատ խառը, որովհետև ոչ մեկին չի տեսնում, գնդակը մեկ էլ անսպասելի գալիս է, բայց ոնց տեսնում ենք, թիմերը լավ խաղում են, արդեն ես ոնց տեսնում եմ գայլերի ջոկատը արդեն հասկացել է սխեման, թե ոնց պետք է անի, որ միշտ կարողանա գնդակը բռնի։ Գայլերի ջոկատից մեջտեղի տղան շատ լավ է խաղում ու միշտ ոնց որ թե ինքն է բռնում գնդակը։ Արծիվների մոտից էլ խաղում է այս դիմացի տղան շատ լավ։ Pioneer Ball-ի չեմպիոն ջոկատ դարձան վաստակելով 7 ամբողջական միավոր արծիվների ջոկատը։ Շնորհավորում եմ արծիվներ։ Երեխեք ջան, շատ ապրեք։ Ես քորել եմ, արի Իմաց ես մարդով չես կերով Ձեր ջոկատից է? Չեմ ասում Բխես հետ է, իրա շատ է սիրում Ամեն ինչի պատրաստ ես իրա համար Ամեն ինչի Պատրաստ ես հենց հիմա 20 ջիմ արես գետնի վրա իրա համար Օրինակ, եթե ինձ սիրող մարդը չստելով գար ինձ առաջարկություն անեք, ասել չէ, իշն ես այ դրամը սիրող Այսօր մեր մոտ ինտելեկտուալ Սպորտլանդիան է, որը մեր ճամբարում գնահատվում է շատ բարձր միավորներով։ Արդեն ջոկատները հավաքվել են, տրամադրված ենք մարտական։ Միասին աղալու ենք IQ Սպորտլանդիա։ Յուրաքանչյուր ճիշտ գրված քաղաքի համար դուք ստանում եք ևս մեկ քաղաք։ Խաղացինք առաջին խաղը կայանում է նրանում, որ երեխաները պիտի վազքով հնարավորինս արագ մոտենան ու գրեն Հայաստանի որևէ քաղաք։ Քաղաքը կարևոր է, որ չկրկնվի ջոկատում եւ ամեն քաղաք գրելու համար ջոկատը ստանում են 1 միավոր։ Բեթմերն էլ խաղացին, արդեն քաղաքներ մրցույթը արդեն ամբողջությամբ ամփոփեցին, բայց դեռ Սպորտլանդիան արժևում է, դեռ ոչինչ չի ավարտվել։
Սկսել ենք արդեն մեր երկրորդ մրցույթը, որի իմաստը կայանում է նրանում, արդեն աշխատում է երեխեքի տրամաբանությունը, հնչում են հանելուկներ, որոնց պիտի տրվի ճիշտ պատասխան։ Արդեն բեթիմերն էլ ավարտեցին խաղալով հանելուկների խաղը, ասեմ իրականում շատ դժվար է։ Նույնիսկ շատ պատասխաններ կա, որ մենք չգիտենք, բայց այդ անգրագետ կատարվածները ես տեսել կարող պատասխանները գիտեմ։ Մեծամիտ էլի։ Գլուխը երկաթից է, մարմինը փայտից է։ Ուկլը Պինոկիո Ֆիսկի Դի մտածեմ չեմ կարա իմ ասեմ Բուրատինո Մուրջ Մենք ստացանք մեր ուզած պատասխանները։ Արդեն սկսում ենք մեր երրորդ մրցույթը, որն արդեն մի փոքր հիշողության խաղ է, ինչպես տեսնում եք թվեր են գրված։ Ջոկատավարուհին կամ ջոկատավարը պիտի երեխային հուշի, որ երրորդ տեղում է գտնվում թիվը, երեխան պետք է հիշելով եւ արագ մոտենա ու նշի թիվը ճիշտ տեղում։ Արդեն ավարտեցինք Սպորտնանցյան, արդյունքների մասին կհայտարարի ընկեր Արտոն երեկոյան, բայց բոլորի տրամադրությունը բարձր է, որովհետև զուտ չեն կարող հասկանան ով է հաղթել։ Առյուծները։ Առյուծների ջոկատն ասաց, որ հաղթելու են հովազները, արդեն մենք ունենք մի աչոք մեր ջոկատի օգտին։ Մենք։ Արդեն երկրորդ պատասխանն է հովազների օգտին։ Երեք ջոկատներն էլ պատասխանեցին, որ հաղթող են ճանաչվելու հովազների ջոկատը։ Մերսի շատ։ Եվ այսպես, մեկ միավոր չեն ստանա 4 ջոկատներից 2-ը։ Ավելի կոնկրետ, չեն ստանա միավոր արծիվները եւ չեն ստանա հովազները, առյուծները եւ գայլերը կստանան մեկական միավորներ։ Շնորհավորում եմ։ Ով է քո կարծիքով ճամբարի ամենասիրուն աղջիկը։ Կարելի ջոկատավարներից։ Գայլերի ջոկատի մանիկենը։ Մեր ջոկատավարը։ Ծափ։ Ամարա բարապ սարապ եթե մնանք տանը Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք համակարգ Քիչ ավելի լավ է հավաքենք բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կանել քիչ Ամարա բարապ սարապ եթե տանից դուրս գանք Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք հալամոլա Պես տեսնում եք, մենք արդեն սկսում ենք մեր պինգ-պոնգի մրցույթը Թիմերը արդեն ընտրել են իրենց խաղացողներին Մեզ մնում է տեսնել, թե ով է անցնում ֆինալ եւ ով է հաղթում Ուզում ենք կրենք էլի Եզրափակիչ փուլում միմյանց դեմ մրցում են արծիվները եւ առյուծները։ Օր 4-րդ, այսօր հասկացվում է ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղը։ Այս խաղին մասնակցում են բոլոր ջոկատները եւ հաղթում է միայն այն ջոկատը, որը ամենաինտելեկտուալն է։ Քթացակով կենթանիներն են Կրկեսում կարողանում են վարժեցնել ամեն տեսակի կենդանու, բացի գայլից։ Ինտելեկտուալը ինչ է Այ հենց այս հարցը, որ դու տվեցիր, ինձ թվում է կհաղթեք դուք։ Մտա որ հեսա ցույց կտանք էլի Անուն, ազգանուն, հայրանուն։ Վլադիմիր Պուտին Ասլանյան Ես երդվում եմ իր անունը Վլադիմիր Պուտին է, իսկ ազգանունը Ասլանյան, паспорта տեսել եմ։ Բավականին խելացի ջոկատ ունենք։ Գրելու ենք մենք Скажи пару слов։ Пару здесь, вон здесь.
Արուսներ։ Ոսկե ամբարի որ գախտ Դե ինչ հիմա ինչ որտեղ Եվն է մեր մոտ իմ ամենասիրելի մրցույթներից մեկն է եւ հենց հիմա մենք կիմանանք թե ով է ամենախելացի ջոկատը, ամենաուժեղը լինելուց բացի։ Մենք սկսում ենք ինչ որտեղ մրցույթը, որ գույների խառնուրդից է ստացվում կանաչ գույնը։ Ճիշտ պատասխանը դեղին եւ կապույտ։ Ժամանակ։ Երկրորդ հորիզոնական 54 հիավոր արծիվներ Ողջույն բոլորին, մենք այսօր անցկացնում ենք Թաշկինակ փախցնոցու մրցույթը կամ դրոշակի մրցույթը։ Դաշտը արդեն շարել ենք, համապատասխանեցրել ենք, բաժանել ենք երկու մասերի, երկու տարբեր կողմերում կանգնելու են ջոկատները ու այս կենտրոնից գողանալու են դրոշակը։ Դե ինչ, տեսնենք թե ով է հաղթելու այսօր։ Արյուսներ ո՞նց եք։ Հաղթելու եք այսօր։ Այո։ Իսկ ինչ ենք խաղալ, ով գիտի։ Թաշկինակ փախցնոցի։ Հովազներ հաղթելու եք։ Արծիվներն ենք մենք, հզոր իմաստուն, տեսնում ենք հերուն։ Ապրեք արծիվներ, պատրաստես վերջին օրվա խորովածը չուտես։ Всё, եթե հաղթում են արծիվները այսօր, Զորոն վերջին օրվա խորովածը չի ուտում։ Այսպես նստում նայում ես։ Հա, ասում ես պատրաստ եմ։ Հա, պատրաստ եմ։ Ինչ է պետք է մրցույթում հաղթելու համար։ Արագություն, ժել է։ Իրականում էս շատ հետաքրքիր մրցույթ է։ Ես էլ եմ այս մրցույթը շատ սիրում, բայց նաև դժվար մրցույթ է։ Գնացինք։ Walking through the neighborhood without a sound, or just wandering under the summer sun. I'm going off to camp, that's where the fun's begun. Բարև ապեր ջան, նամաստե, այսօր մեր ճամբարում հնդկական օր է, այսօր ուտում ենք շատ տարբեր հնդկական ուտելիքներ։ Բարև ձեզ, ոնց եք։ Մեզ համար համով բաներ եք միշտ պատրաստում։ Սա կոչվում է հնդկական բրինձ թանդուրիով։ Հավի թանդուրի, հա։ Հավի
Chicken tandoori սերում ես։ Chicken tandoori California ապրում եմ ամոթ տաճ բադրի ամեն California նայում շիվկա։ Ես շատ սոված եմ։ Սոված ես։ Շատ։ घर से बाहर धूप में Այսօր հանդիպեմ։ Արաբի եք նման։ Լալայ։ Այսօր կսիրեք հնդկականը։ जाना 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 है कितनी 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 बार फिर भी अगले साल मुझे आना है Ես ասում եմ ջոկատը, Սամոն ասում է անունը։ Գայլերի ջոկատից Որ ջոկատից է։ Վլադիմիր Պուտին շատ հումորով եք Ճամբարի 6-րդ օրն է դա նշանակում է մենք բոլորս միասին գնում ենք արշավ արշավը սովորական արշավ չէ Արշավում ենք դեպի դիմացի ծակ քար եւ այնտեղ լինելու է հրաձգություն։ Ո՞վ է կրակել հեչ։ Ես։ Ինչ ես կրակել։ Տիր։ Պապիկի հրացանը։ Այն շարիկներով գունավոր որ կրակում են պայթում։ Սայգա AK-47 դրաբաշ։ Լարը չարի։ Հետո որտեղ ես ծառայել։ Աղվանստան։ Մեռավ դարպասը։ Վլադիմիր Պուտինը ինձ թվում է լիքը կրակած կլինի։ Պապայի աղբերի տունը։ Կամ հրամայելա կրակել է։ Շատ լավ եմ կրակել, 3 հատ դևեր եմ ստացել։ Մալադեց։ Կալաշնիկով։ Բադ։ Հա, բադով զենքին չես կրակել։ Will Smith-ին կրակել են երեխեքը։ off to camp that's where the fun's begun yeah even will always be my home but today I'm heading out to roam far away from all I always knew Զենքը բռնում ենք պինդ, դնում ենք ուսին եւ նայում ենք նշանին։ Թիրախի վրա կպել եմ 6-ին եւ 7-ի արանքում, երբ որ մեծ ու փոքր թվի արանքում ենք կպնում, մենք վերցնում ենք մեծ թիվը։ Նայեք 7-ի ու 8-ի արանքումը դա 8 է։ Մաքուր 9, մաքուր 9։ Всё։ Յուրաքանչյուրս կրակում ենք 3 անգամ։ Արուսների մասնակիցը կրակել է 2-ին, 9-ին ու 5-ին։ Չնայած որ անձրևային է եղանակը, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մենք մեր հրաձգությունը անցկացնենք։ Տեսնում եք իմ ձեռքում թիրախ կա։ Այս թիրախը ես կախում եմ ստեղ։ Յուրաքանչյուր մասնակիցի համար առանձին թիրախ է կախվում ու մասնակիցները նշված տեղից կրակում են դեպի թիրախը վաստակելով միավորներ։ Յուրաքանչյուր ջոկատի բոլոր մասնակիցները մասնակցում են այս հրաձգությանը, մենք պարտադիր ենք համարում, որ բոլորը իմանան կրակելը։ Ճիշտ է ինքը ազնվի զենք է, մարտական չի, բայց ամեն դեպքում գոնեն նշան բռնել, կրակել, դա շատ կարևոր բան է։ Մեր նման երկրի համար բոլորը պետք է կրակել իմանան։
Ահա որ ուժեղ անձրև եկավ, որոշեցինք սս պալատկա բերել, բոլորս թրջվել ենք, գնում ենք ճամբար, փոխվենք, անցնենք մեր ճամբարային առօրյային։ Ողջույն բոլորին, այսօր մեր ճամբարային պատմության մեջ առաջին անգամ մենք խաղալու ենք հոլ պտտելու խաղը։ Ահա այստեղ դուք տեսնում եք յուրաքանչյուր անկյունում դրված են տարբեր գույների հոլեր, հոլերը ներկված են ճամբարականների, ջոկատների գույներով, սա օրինակ գայլերի հոլն է, յուրաքանչյուր ջոկատ ունի իր հոլը եւ բնականաբար թելը, որով նա պետք է պտտի հոլը։ Ես հիշում եմ արդյունքների մի հատ ոգևոր ինձ մասնակցին։ Ինքը ամենապոչուր մասնակիցն է, ամեն օր դրսում հոլ է պտտում, սովորում է հոլ պտտել ու այսօր արդեն մասնակցում է մրցույթին։ Լավ ես խաղալու, հա, քաղցրիկ։ Շատ վստահ է, որ բոլորին հաղթելու է։ Ես չգիտեմ, ոնց կստացվի։ Ես թվում է այդ ինքնավստահությունը, որ իր մեջ կա ու ինքը ամեն օր պարապում էր հոլ պտտելը, այդ շատ Երեխեքից վիճակագրությամբ հասկացանք, որ ոչ ոք կյանքում հոլ պտտած չկար։ Ու հիմա շատ ուրախալի փաստ է այդ իմ համար, որ երեխեքը խաղում են մի հատ խաղ, որը չէր խաղացել երբևիցե, որը խաղացել ենք մենք, մեր մանկության տարիներին, հեռախոսներից բացի, մենք փորձում ենք երեխեքին սովորացնել նաև այլ խաղեր, որ կարելի է դրսում այդ խաղերը խաղալ, էլի։ Առայժմ ամենաշատը պտտել են առյուծները րոպեով, 2 րոպեով պտտեց, 2 րոպե դու ես, չէ։ Ամենաշատը ինքն է պտտել 2 րոպե։ Քո ռեկորդը կանցնի, ինչ-որ մեկը, Մարիան օրինակ կանցնի քո կարծիքով։ Չէ։ Վստահ ես։ Որ անցավ ինչ ես անում։ 50-ը, օքեյ։ Տեղի ունեցավ ամենաուրախալին Էմիլի համար, որովհետև այս մարդը փրկվեց։ Եկավ ժամանակը, որպեսզի մենք անցկացնենք երկրորդ փուլը, իսկ երկրորդ փուլը շատ հետաքրքիր է։ Ինչ է կարծում ավելի երկար Հավեսեր, լավներ, հա? Այո, շատ։ Այո, շատ։ Այո։ Մյուս տարի որ գամ, պարապած եմ գալու, որ հաղթեմ։ Այսօր մեր ճամբարում կինոդիտումը դիտելու ենք Full House վայրեջք ֆիլմը։ Բարև ձեզ։
Այսօր ճամբարի պատմության մեջ առաջին անգամ երեխաները խաղալու են բաղկվոցի, բայց ոչ սովորական, այլ քվեստային։ Այս պահին հովազները եւ արյուծները փակել են աչքերը, որպեսզի գայլերն ու արծիվները պահկվեն եւ գայլերին եւ արծիվներին տրվելու ընդամենը 3 րոպե ժամանակ ամբողջ ճամբարի տարածքում թաքնվելու համար։ Գնացին պահկվելու։ Բոլորը չգիտեն ինչի այս կողմ եկան, բայց այն կողմն են լիքը լավ տարածքներ ունեն պահկվելու համար։ Մի օքի արդեն գտել են։ Խաղին հələ 9.5 րոպե ժամանակ կա։ Երեք, երկու, մեկ, խաղը ավարտվեց։ Շատ լավ են խաղացել գայլերը, որ հալալ է։ Իրապես պրոֆեսիոնալ ինձ թվում է ոչ մեկ չի խաղացել այս խաղը։ Էփեդերի տակն է ես։ Ոտերի տակ էի։ Այո, ընկեր Աբելտոն ինձ օգնեց որ գտնեմ այն քարերի հետևը, զատո կրեցինք։ Ապրես Հարութ։ Հիմա թիմերին տրվել է ժամանակ, որպեսզի իրանց գտած տարերով գտնեն բառակապակցությունը, որը գրված է լինելու այստեղ։ Ինչ բառ կարող լինի։ Առյուծները եւ ոչ էլ հովազները չեք գուշակեցին բառակապակցությունը։ Հաղթող են ճանաչվում ոչ թե փնտրողները, այլ հաղթողները։ Այո! Արծիվները եւ գայլերը Գայլերի եւ արծիվների թիմը վաստակեցին ամեն մի ջոկատը 7 միավոր։
Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, մենք պետք է մեզ նենց պահենք, որ ոչ մեկը չկացկացի, որ եկել ենք ճամբարը վերցնելու մեզ։ Դե աղշեդի։ Լսում եմ։ Սկզբի համար պետք է կերպարանը փոխվենք։ Վայ աղջի, դու վերջն ես։ Իա, հետո վարատը իրան խելոք չի պահում։ Կատե, ես քեզ ասել էի, չէ՞, եթե մի անգամ էլ խելոք չպահես, ճամբարից կհեռացնեմ։ Давай վեշ պիզդուրը։ Բարև ձեզ, մենք այսօր ունենք տուգանային հարվածներ 11 մետրանոց մրցույթն է, որի ժամանակ կճանաչվեն առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղերի ջոկատները։ Տեսնենք, որ ջոկատը առաջին տեղում կլինի, հուսանք առյուծների։ Գայլերի ու արծիվների խաղի ժամանակ գայլերը փայլուն հաղթանակ են տարել։ Հիմա առյուծներն են, մեր ջոկատը ու հովազները։ Տեսնենք ով կհաղթի։ Առյուծներ ինչ եք կարծում, ով կհաղթի։ Բադու։ Արյուծներն ենք մենք, արքաներ հզոր, արքաների դեմ բոլորն են անզոր։ Արյուծներն ենք մենք, հզոր ու անվախ, հաղթելու ենք մենք, մեր կամքից անկախ։ Փաստորեն հովազների սիրտը ճիշտ էր վկայում, մենք հաղթեցինք առյուծները։ Անցած խաղի ժամանակ հովազները արծիվների դեմ էին խաղում, արծիվները հաղթեցին, բայց ոչինչ, հովազները արդեն քանի օր առաջին տեղում են, ոնց որ թող մի քիչ իրենց տեղերը զիջեն, հիմա գայլերն ու առյուծներն են, տեսնենք ինչ կլինի։ Փաստորեն օրը բարի էր սկսել առյուծների համար, շատ լավ է, ընտիր գնում այս օրը։ Առյուծներն ենք մենք, արքաներ հզոր, արքաների դեմ բոլորն են անզոր։ Սենց չեղավ, ես ճամբարում պետք է աշխատեմ շատ աննկատ։ Մեզ մոտ ճամբարային 8-րդ օրն է եւ մենք այսօր անցկացնելու ենք խոհարարական մրցույթ։ Մեզ հյուր է եկել, ուշադրություն, Darget, Anush, Dubstation, Bergamo ռեստորանների բրենդ շեֆ ու սուշեֆ Ֆելիքսը, եկեք ծափահարություններով դիմավորենք Ֆելիքսին։ Ընկեր Ֆելիքսը ձեզ կներկայացնի մրցույթի կանոնները ու կասի, թե ոնց ենք անցկացնելու ընդհանուր խոհարարական մրցույթը։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Ես ինչպես ասաց արդեն ինքը, ես Ֆելիքսն եմ, շեֆ խոհարար։ Շեֆ խոհարը պատրաստում է շատ համեղ բաներ, երևի բոլորդ արդեն գիտեք, բայց այսօր տեղերով փոխվելու ենք եւ դուք եք պատրաստելու համեղ բան, իսկ ես գնահատելու եմ ձեր պատրաստածը։ Բոլորը պատրաստ են մրցույթին։ Ունական, առյուծներ։ Այո, դες բաժինը ասա հայկական խոհանոցից արդեն։ Ջոկատները արդեն սկսել են պատրաստել իրենց ուտելիքները, մենք հիմա կմոտենանք հերթով ջոկատներին ու կտեսնենք, թե ինչ կերպով են նրանք պատրաստում։ Արդյոք իրենց մոտ ստացվում է, թե ոչ։ Մենք գտնվում ենք արծիվների տաղավարում, ոնց հասկացա արծիվները արդեն կես գործը արել են։ Կերել ես արդեն։ Հա, պրոբա եմ անում, տենամ ինչա։ Ինք հասկացները ես դրա վրա։ Ես մի հատ ուշում եմ անում ու գնամ, իտալացիները շատ լոլիկ են սիրում։ Իտալացիները։ Լոլիկը հանում։
Ոնց հասկացաք արծիվները շատ խառն են, հələ չեն կողմնորոշվել թե որ մաղադրիչն է ավելնորդ, ինձ թվում է կարելի է գնալ մի հատ գայլերի մոտ։ Գնացինք։ Ինչ եք կարծում, գտել եք ավելնորդ պրոդուկտը որն է։ Հովազների մոտ ահա որ խառնաշփոթ է, եկեք տենանք ինչ է կատարվում։ Հովազներ, այս ինչ խառնաշփոթ է, այս ինչ է ձեր սեղանի վիճակը։ Իսկ հասկացել եք թե ինչն է ավելնորդ։ Բազելիկն է ասնովը։ Ոնց հասկացաք հովազների մոտ խառնաշփոթ է։ Եկանք հասանք առյուծների մոտ, գնանք տեսնենք ինչ է կատարվում։ Ինչ եք կարծում, գտել եք ձեր ավելնորդ պրոդուկտը։ Այդ ի՞նչ է։ Ո՞վ։ Ինչ է կան ֆոնոց է ձերը։ Վերջում կհասկանանք։ Բոլոր ջոկատները կարծես արդեն պատրաստել վերջացրել են։ Հիմա գնանք տեսնենք թե ինչ են ստացել, որից հետո արդեն գնալու ենք որ համտեսի իրանց պատրաստածը սուշեֆը։ Հովազներ եկա տեսնեմ ինչ եք ստացել, որ հետո տանենք սուշեֆին։ Մեղք է մեր ընկեր Ֆելիքսը, որ փորձելու է հովազների ուտեստը։ Ինչ ես կարծում, համով բան եք սարքել։ Կարող է գեշերևում, բայց իմ դատելով կարող է համով լինի։ Ահա եւ հովազների պատրաստած ուտեստ է, ես մի հատ հոտ քաշեմ։ Հոտը շատ լավն է, տեսքն էլ է լավը։ Մնում է սուշեֆը հավանի։ Արուստեր վերջացրել եք։ Օ, սիրուն տեսք ունի։ Կարամ մի հատ հոտ քաշեմ։ Հա։ Տեսեք ոնց որ ված չի։ Հոտն էլ է լավը, բայց ոնց որ աղը քիչ է մի քիչ։ Իսկ ինչ ես կարծում, կարող է հենց ձեր ջոկատի պատրաստած սալաթը ամենաշատը իրան դուր գա։ Եկանք հասանք արծիվների ջոկատ, արծիվները նույնպես վերջացրել, այս ինչ է քո վիճակը։ Արծիվներ։ Ես նոր եմ։ Հոգով սրտով մտել եք աղցանի մեջ։ Օ, դզեց։ Ձեր կարծիքով համով։ Զորո ճիշտն ասա, հազիվ ես չէ դիմանում ու չես խժռում իմը։ Ես ասեցի ուտում եմ։ Ես մոտենում եմ գայլերի ջոկատին, գայլերը նույնպես պատրաստել, վերջացրել են, սենց սիրուն ձևով եք հա մատուցում գայլեր։ Պրոստը օրինակ ես սենց պուճուր չափաբաժիններ չեմ սիրում։ Ես սիրում եմ օրինակ այս է շափաբաժինները։ Էս կտակ ինձ։ Դե ինչ, գնում ենք արենա, որտեղ սուշեֆը սպասում է մեզ ու պետքա փորձի բոլոր 4 ջոկատների պատրաստած ուտեստները։ Ես էլ ճանապարհին ուտելով գնա։ Ինչ եք կարծում։ Առողջություն եմ մարդուն ես։ Անկախ արդյունքներից թե ով կհաղթի, ով կպարտվի, բոլորդ հաղթել եք, որովհետև կարևորը մասնակցությունն է այս դեպքում, բոլորդ ինչ-որ բան սովորեցիք ու այս հետաքրքրությունը վստահ եմ ձեր հետ միշտ մնալու է։ Իսկ հիմա արդեն անցնենք պրոֆեսիոնալ կարծիքին, արծիվներինը։ Так, արծիվները որոշել են, որ իրենց ուտեստի մեջ չպետք է դնեն չորալոլիկ։ Ինչի համար, խնդրում եմ մեկնաբանեք։ Խնդրում եմ ներկայացնես, թե ինչ խոհանոց է եղել ձեր խոհանոցը ու ինչը չեք օգտագործել։ Իսպանական խոհանոցն է եղել, չենք օգտագործել չորալոլիկ։ Ինչի։ Դե, համ տեսքը սիրուն չէր համել։ Չէ, համով շատ համով էր, բայց համել բաներ իսպանացիները չորալոլիկ չեն սիրում։ Ճիշտ ասակավա կերել ես լրիվ դրա համար չեք օգտագործել։ Չէ։ Տեսքն ու համադրությունը ասեմ, որ շատ լավն է ու իրականում շատ գեղեցիկ տեսք եք հաղորդել, հոտը նույնպես լավն է, հիմա փորձենք։ Պուտինն է սարքել։ Հովազներինը։ Իտալական խոհանոցա չենք օգտագործել կանաչին մեկը ռեհանը։ Իտալիային հարիր շատ գեղեցիկ ձևավորում եք արել, մինչև գնահատականը տեսքը 10-ից 10։ Շատ լավն է։ Դեռ բան չասեմ։ Սա ումն է։ Աղցանի արմատները գալիս են հունական խոհանոցից ու դասական հունական աղցանի մեջ բողկը չի մտնում։ Օրիգինալ մեր հունական պորիտակի աղցանի շատ նման է։ Աստորին ես սովացել էի։ Եվ վերջինը։ Ումն է։ Գայլերինը արդեն հետևաբար հայկականն է, հասկացանք։ Իսկ ինչը չեք օգտագործել։ Մենք զեյթունը չենք օգտագործել, որտեվ Ինքեր Մալվինան փորձեց, ասեց ավելի լավ է չօգտագործենք։ Ասեմ գայլերի պատրաստած աղցանը հայկական պրոդուկտներով, հայկական մոծիվներով
տարտար եք պատրաստել, կտրվածքի մասին է խոսքը, որովհետեւ գովալի է դա, շատ լավ է կտրատել։ Ո՞վ է կտրատել։ Ընկեր Նարեկ դու ես կտրել։ Մալադեց։ Քեզ էլ 10-ից 10։ Հիմա համը փորձենք։ Համով տեղին հայկական աղցանա։ Եթե ես գայի ձեր ռեստորան որպես հաճախորդ, պատվիրեի բոլոր 4-ը, որովհետև մեկը մյուսից համով էր, ու իմիջիայլոց բոլորդ ընտրել էիք ամենաճիշտ բաղադրիչները, որը որ չէր գնում այդ ուտեստի մեջ։ Բրավո։ Քանի որ աղցաններից մեկի մեջ հավելյալ ջանք ու եռանդ էիք դրել ու դիթապտուղը կտրել էիք, կտից առանձնացրել էիք ու շատ հետաքրքիր համ էիք ստացել, հաղթում է Թունայով բոլոր մնացած 3-ը հավասար իրոք շատ հավանել եմ։ 3-ը այսօր մեր ջոկատավարների հետ խորհրդացելուց հետո որոշեցինք բոլորիդ 3 միավոր ենք տալիս, որտեղ բոլորդ հավասարապես հաղթել եք։ Իսկ հաղթող խումբը ստացավ 5 միավոր։ Մոռացի։ Հաղթող թիմը ունի նաև առանձին նվերներ։ Հետաքրքիր այսպես տերմոսներ հա բոլորինը։ Սուշեֆի դրվածքով։ Երեխեք ջան, ապրեք բոլորդ ինչ-որ չափով այսօր ցույց տվեցիք ձեր խոհարարական տաղանդները։ Ուզում եմ առաջին հերթին մի հատ ձեզ ծափահարենք բարձր։ Ու ուզում եմ բոլորը շատ բուրըն ու բարձր ծափահարենք Սուշեֆ Ֆելիքսին ու շնորհակալություն հայտնենք այս մրցույթի այսօրվա ու նվերների համար։ Սուշեֆ Ֆելիքս Այսօր դեպի ճամբար 2026-ի առաջին հերթափոխի վերջին օրն է եւ անցկացնում ենք բախտի խաղեր։ Դու քեզ բախտավոր համարում ես։ Այո։ Կարանանք 80 միավոր ստանանք։ Դա քեզ դու։ Այո, հաստատ մենք կհաղթենք։ Արդեն որ ստեղես որ արդեն հաջողակ ես։ Այո։ Ես լեմ կարծիքում եմ բախտը կբերի ու կհաղթենք։ Սա միակ դեպքն է որ 16 ու 17-ը իրար շատ են սիրում։ Որովհետև մենք հաղթել ենք բախտի խաղերը։ Ինչ-որ կլոր թվեր է իմ մոտ օգնում, ես միշտ իմ մոտ հաջողակ անում։ Այդ է շատ լավ բան ես ասում։ Ընկերեմ իմ ամենասիրած ջոկատը, անելավ ջոկատամարի մոտ։ Դու քեզ լավ ջոկատավար համարում ես։ Կարևորը երեխեքը համարում են։ Դու համարում ես քեզ բախտիկ ես։ Ամեն խաղից առաջ մենք ընդհանուր անձնակազմով մոտավորապես պատկերացումներ ունենք, թե ով կհաղթի ու միշտ հաղթում է անեց մարդ, որ երբեք չես սպասի։ Ընկեր Արտոն կարծում է, որ դու ես հաղթելու։ Ճիշտ այնքա, որտեղ 6-ը իմ լաքի թիվն է։ Հիշեք այս խոսակցությունը։ Արդեն որ 6-7-ը մի քիչ բախտից բերել է։ Ինչով ես բախտավոր։ Միշտ կարում եմ դպրոցում տակից դուրս կամ ամենից։ Այո, ես եմ հաղթելու այս խաղը։ Իմ բախտը միշտ բերում է։ Ալո, Արսեն, լям 200, понял, правильно։ Ես կարծում եմ, որ հաղթելու է Արուսների ջոկատի Միքոն։ Ոնց ես Միքո։ Լավ, Կարող է հաղթես պատահական խայտարակնենք։ չգիտեմ։ Չգիտես։ Մենք սկսում ենք խաղը։ Ես հազարարում եմ բախտի խաղեր մրցույթի մեկնարկը։ Դե այսպես սկսում ենք առաջին խաղը, առաջին խաղի կանոնը շատ պարզ է, բոլորը շարվում են եւ այսպես գնդակը դնում են գտալի մեջ ու պահում 90 աստիճան դեպի առաջ։ Այն 7 մասնակիցները, ովքեր որ երկար չեն կարողանա պահել, կընկնի, գնդակը կամ իջացնեն ձեռքը, նրանք կպարտվեն։ Բոլորը ձեռքերը պարզում են առաջ։ 5, 4, 3, 2, 1 Սա շատ բարդ մրցույթ
մրցույթը, որովհետև ժամանակի ընթացքում այս թեթև շատ թեթև դենդակը դառնում է շատ ծանր քար։ Վերջին մասնակիցը մնաց 7-րդը։ Մնացել է ընդամենը մեկ մասնակից։ Համար 48-ը լքում է խաղը։ Խաղը ավարտվում է։ Խաղն ավարտվեց, խաղը լքեցին 7 հոգի։ Ես ուզում եմ գնամ այդ 7 հոգու մոտ։ Սամ, ասա։ Ինչպես ստացվեց, որ պարտվեցիր։ Դե այսինքն բռնում է լավ, դու մի հատ կողք նայեցի, պատահական։ Պատահական ընկավ Շարիկը, խաչ։ Թեև բռնվել էր ուժը։ Շատ չեկա չեմ կարողացել, բայց ուտը ձերը շարժվում էր։ Ես առաջի դեպքա, որ Պուտինը պարտվում է։ Ես առաջին մարդն եմ, որ պարտվեցի, որտեղ ձերը շարժվում էր ու արդեն ձերս հոգնած էր ընկավ։ Ես ձերս պայել էի, հետո ասում որ չկա։ Ուստեղ նայեցի մի քիչ Համար 55-ը։ քիչ չացրեցի։ Համար 33 ժամանակ։ Բոլորին տրվել է ընդամենը 15 րոպե ժամանակ, որպեսզի կազմեն ջոկատներ։ Կազմեցիք ջոկատներ։ Այո։ Մենք հավաքեցինք մեր թիմը։ Ժամանակ։ Հիմա ջոկատները պետք է ընտրեն ընդամենը մի հոգի, բայց չգիտեն ինչի համար են ընտրում այդ մարդուն։ Քեզ ընտրեցին։ Հա։ Քեզ են ընտրել։ Հա։ Կարող է կրվես։ Կրվի։ Բավոր հանեն։ Հանգիստ կգնամ կնստեմ Պուտինի կողք խոսամ ինչա բրծնի։ Ընկերներից խաթեր։ Հա։ Պարզվեց, որ մեջտեղում կանգնած ընտրված մասնակիցը Դահիճն է, ով իր ընտրությամբ, բայց անկախ իր կամքից հանելու է որևէ մասնակցի։ Ուրախ ես, որ Դահիճ ես։ Այո, խաղը ամեն ինչ կա լինում է։ Գնացինք, պատուր։ Ներքում երաժշտություն է։ Ես մեջքով եմ կանգնած մասնակիցներից եւ երբ որ ես ստոպ տամ, Դահիճը պետք է կանգնի իր տեղում, մատը առաջ պատրաստ, եւ այդտեղ բարձ կլինի, թե որ մասնակիցն է լքում խաղը։ Արդեն մեկ մասնակից լքել է խաղը, յուրաքանչյուր ջոկատից։ Հիմա ես երևի ստոպ տամ, տեսնեմ թե ով է երկրորդ մասնակիցը։ Ամենակիչ գնդակ վերած թիմը լքելու է խաղը։ Ցավոք սրտի, խաղը լքում է ընկեր Նանեկի ջոկատը, իսկ խաղի մեջ էր մնում Կերնազի առաջին ջոկատը։ Հիմա բոլորը բաժանվում են զույգերի, 51 հոգին պետք է բաժանվի զույգերի, իսկ այն մի հոգին ով որ զույգ չգտնի, դուրս է մնում ավտոմատ խաղից։ Ցավոք սրտի համար 12-ը դուրս մնաց։ Եկեք ծափարանենք համար 12-ը։ Պարզվեց, որ զույգերը մրցելու են իրար դեմ եւ խաղալու են թաշկինակ փախցնոցու մրցույթը։ Դավիթին զիջեց մեր փոքրիկը, որպեսզի հաղթինը։ Խաղը լքեց համար 8-ը։
շնորհակալություն եմ խաղը։ Սա ամենավերջին ու ամենադաժան խաղն է։ Ինչպես տեսնում եք, այստեղ երկու տուփեր կան։ Ամեն մեկի մեջ կա ուրիշ միավոր։ Բայց հիմա ես չեմ ասի։ Մասնակիցները հիմա պետքա երկու կոճակներից սեղմեն ընդամենը մեկը։ Ինչ-որ մեկը վառվում է, մյուսը չի վառվում։ Այն մասնակիցը, որ սեղմեց վառվող կոճակը, միանգամից դուրս է մնում խաղից։ Հարգելի ճամբարականներ, ցավով տեղեկացնում եմ, որ իմ անվան տակ ինչ որ մեկը եկել է ճամբար եւ ներկայացել, որպես Վլադիմիր Պուտին։ Խնդրում եմ չհավատալ, դա լկտի սուտ է։ Այսօր մեր առաջի հերթափոխի վերջին ընթրիքն է եւ մենք հայկական խոհանոցով ավարտում ենք մեր ճամբարը։ Շնորհավոր քեզ մեր լավ ընկեր բարի տարեթ հարցենք մաղթում քեզ Շնորհավոր քո ծնունդը Hey happy birthday to you Շնորհավոր քո ծնունդը մեր ընկեր թանկագին Oh շնորհավոր քո ծնունդը Happy birthday to you Շնորհավոր քո ծնունդը Merengeren es ankin
Բարի երեկո երեխեք ջան։ Այսօր դեպի ճամբար 2026-ի առաջին հերթափոխի վերջին օրն է։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի միասին անցկացնենք գալա համերգը։ Մեր գալա համերգը բաղկացած է լինելու մի քանի փուլերից։ Ներկայացնելու եք ձեր կտավները, որոնք արդեն նախապես դուք նկարել եք։ Այս նկարն արտացոլում է մարդու եւ կենդանու միջև գոյություն ունեցող անտեսանելի, բայց շատ ամուր կապը։ Սիրտը այստեղ պարզապես օրգան չէ։ Սիրո նշան էլ չէ։ Կարծես մարդու ամբողջ էությունն է։ Սրտի ճակերը կարծես ցույց են տալիս, որ ներսում եղած զգացմունքները հեշտությամբ չեն անհետանում։ Աչքերը պարզապես տեսնելու համար չեն։ Նրանք մարդու ամենաանկեղծ լեզուն են, որը երբեք բառերի կարիք չունի։ Երբ շուրթերը լռում են, աչքերն են սկսում խոսել։ Նրանք պատմում են անցած ճանապարհի, չիրականացված երազանքների, կորուստների, հաղթանակների, սպասումների ու այն զգացմունքների մասին, որոնք երբեմն հնարավոր չի արտահայտել ուղղակի մի խոսքով։ Ճամբարը նման է այս ճանապարհին։ Սկզբում բոլորս գալիս ենք տարբեր աշխարհներից, մեր մտքերով, վախերով, սպասումներով ու երազանքներով։ Առաջին օրերին ամեն ինչ անծանոթ է թվում, բայց օրեցօր այդ անծանոթությունը վերածվում է հարազատության։ Մենք սովորում ենք վստահել, աջակցել միմյանց, հաղթահարել դժվարությունները, բացահայտում ենք ինքներս մեզ ու հասկանում, որ մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան կարող ենք պատկերացնել։ Ճամբարը չի փոխում ճանապարհը, այն փոխում է ճանապարհով քայլող մարդուն։ Երկի մրցույթ։ Եվ այսպես երկի մրցույթի համար հրավիրում ենք Բեմա Հարթակ, Հովազդեի ջոկատի մարզասավարությունների Ինչպես ես նկարի մեջ հայտնվել։ Օգները
շատեցինք եւ հիմա երեխաները դիտում են դեպի ճամբար առաջին սեզոնի առաջին սերիան, իսկ այդ ընթացքում մենք գնում ենք գնահատելու նրանց։ Արդյունքները արդեն պարզա, գնում ենք ամփոփելու, հիմա չեմ ասում, մինչև վերջ դիտեք ու կհասկանաք, թե ով է այս տարվա առաջին հերթափոխի չեմպիոնը։ Ամենամշակութային ջոկատ գավաթը բաժին է հասնում 2 ջոկատի։ 2 ջոկատ ներկայացել է շատ հետաքրքիր եւ շատ կրեատիվ ձևով։ Եվ այդ ջոկատներն են Արյուծների եւ գայլերի ջոկատը։ Դեպի ճամբար 2026 մշակութային ամենամշակութային ջոկատ համարում են այս 2 ջոկատները։ Ձերն է սա։ Գայլերն ենք մենք, ոմակ ենք անպարտ, պատրաստ ենք մենք տանել, հզոր մենամարտ, գայլերն ենք մենք, քայլում ենք հանդարտ, հաղթում բոլորին, ուժեղ ենք հպարտ։ Ձեր մեջ կա մի հատ ճամբարական, ով ինքը համ տեսակով լավ ճամբարական է, համ լավ ֆուտբոլիստ է, համ թիմային է ու նաև շատ լավ տղա է։ Մնացածը էլ եք լավ տղա, բայց ինքը լավ ֆուտբոլիստ է։ Եվ իր անունն է Դավիթ։ Արի Դավիթ։ Դավիթը, ով բախտի խաղերում հաղթել է, նաև ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։ Շնորհավորում ենք Դավիթին։ Իսկական հոգատար, լավ տղա, լավ մարդ Սամոն։ Եկեք Սամոյին մի հատ կանչենք այստեղ։ Դեպի ճամբար 2026-ի առաջի հերթափոխի լավագույն ճամբարական է ճանաչվում Սամվելը։ Սամվել ջան, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Դու հավակնում ես լինել ապագայում մեր ճամբարում որպես ջոկատավար։ Եվ այսպես դեպի ճամբար 2026-ի առաջին հերթափոխի չեմպիոն ջոկատ է ճանաչվում Արծիվների Կապույտ երկնքում լուսավոր է, ճախրում է թևավոր, թակավոր, ազատ թրջում է վեր է բարձրանում, նրան արծիվ են բոլորն անվանում։ Արծիվներ ենք մենք հզոր իմաստում, տեսնում ենք հեռուն ու անպարտ մնում, մեր արծիվների հաղթող երամի, բոլորը կտան հազար երանի։ Ուզում վերջանա ճամբարը քաղցնիկ, բայց վերջացավ։ Մեր մոտ միշտ վերջի օրը սենց է, բոլորս մխկտում ենք, ոչ ոք չի ուզում գնալ մեր ճամբարից, բայց ես է։ Տխրել ես, որ ճամբարը վերջացավ, ուզեիր էլի մնայր, ոչինչ, հետո էլի կգաս, հա? Տխուր ես, որ վերջացել է։ Հա։ Ուզում ես էլի շարունակվի։ Հա։ Ինչ ես տխրել։ Որտեղ գնում եմ։ Չես ուզում գնաս։ Չէ։ Ուր ես, որ վերջացավ։ Այո։ Չես ուզում գնաս։ Արդեն մի հատ ընտանիք ենք դարձել, չեմ ուզում գնամ ստեղից։ Ուզում եմ մի ամիսով մի հատ էլ մնամ։ Ես կտամ մի օր եմ
մնամ էլի։ Ուզում ես գնաս տուն։ 4 տարի միշտ լացել եմ գիտեք։ Այս տարի արդեն մի քիչ սովորեմ։ Ոնց ես ճուտո։ Լավ։ Ուզում ես գնաս տուն։ Մնանք։ Ինչքան։ 20 օր։ Էմոցիաները շատ են։ Մարդիկ չեն ուզում հեռանալ։ Ուզում ես էլի գաս ճամբար։ Հա, շատ։ Хочу еще один остаться։ Сколько։ Надолго։ Էլի կգաս մեր ճամբար։ 6-րդ հերթափոխին գալու եմ։ Մի րոպեից 12 տարեկան եմ դառնում։ Արա 0-0-0-0 երեխեք ջան։ Պատվոգիրը տրվում է Դավիթ Հայրապետյանին առ այն, որ նա մասնակցել է դեպի ճամբար ամառային ճամբարին, մասնակցել է բոլոր սպորտային, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներին եւ մրցույթների ընդհանուր միավորների գումարի արդյունքում նրա ջոկատը դարձել է հաղթող։ Ծափարենք Դավիթին։ Պատվոգիրը տրվում է Ռոբերտո Դանիելյանին առ այն, որ նա մասնակցել է դեպի ճամբար ամառային ճամբարին, մասնակցել է բոլոր սպորտային, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներին եւ մրցույթների ընդհանուր միավորի գումարի արդյունքում նրա ջոկատը դարձել է չեմպիոն։ Շնորհավոր արծիվներ, շնորհավոր Ռոբերտո, շուտ լավացի։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ ցտեսություն։ Մեր ճամբարի դռները միշտ բաց են ձեզ համար, միշտ համեցեք, կսպասենք ձեզ հաջորդ տարի, սիրում ենք ձեզ բոլորիդ։ Դե ինչ ավարտվեց մեր առաջին հերթափոխը, ինչպես տեսնում եք, երեխաները հասան իրենց ծնողներին, իսկ վաղը արդեն դիմավորում ենք երկրորդ հերթափոխին։ Վաղը նույն տեղում, նույն ժամին։